Նրան տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երեք Բաքվում պահվող գերիներից 4-ը վերադարձան եւ այս լուրը փաստորեն ոչ բոլորին ուրախացրեց, եղան մարդիկ, լրատվականներ, որոնք մատնանշեցին, թե իբր անհամարժեք փոխանակում է տեղի ունեցել մեր 4 պատանդների դիմաց մենք վերադարձրել ենք սիրիացի 2 վարձկանահաբեկիչների, այնինչ Հայաստանի վարչապետն այսօր պարզաբանեց, որ այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Ամեն դեպքում, պարոն Սաֆարյան, ձեր կարծիքով ինքնին փաստն է կարևոր, որ գերիներ վերադարձան, թե արժե քննարկել, օրինակ, ինչի դիմաց Ալիևը գնաց այս քայլին, Ալիևյան ռեժիմը։ Իհարկե, մենք պիտի հասկանանք, որ process-ները ունեն իրենց օրինաչափությունները, պատերազմը ունի իր օրինաչափությունը, գերիների փոխանակում հասկացությունը ունի իր օրինաչափությունը եւ մենք պիտի տեսնենք, թե արկա process-ները օրինաչափությունների մեջ են, թե օրինաչափությունից դուրս են։ Տվյալ պարագայում ուրեմն այո, տեղին են այն մոտեցումները, որ նախ առաջինը մենք գերի չենք հանձնել։ Մենք հանձնել ենք ահաբեկիչների։ Բայց կապ չունեն իրար հետ այդ իրադարձությունները։ Դա ասում է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը։ Մենք շատ վաղուց կարծում չունենք այն վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ինքը ինչ-որ մի բան ասում է, ուրեմն դա այդպես է։ Ակնհայտ է, որ այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ ունեն եւ նույն ժամանակահատվածում են արվել։ Ինչ տեղի ունեցավ։ Նախ առաջինը Ադրբեջանը բարձրացրեց հարցը, որ Հայաստանը պիտի վերադարձնի այդ ահաբեկիչներին։ Եվ շատ կարճ ժամանակ անց Հայաստանը եւս մի անգամ կատարեց Ադրբեջանի պահանջը եւ վերադարձրեց ահաբեկիչներին։ Եվ եթե մենք ունենայինք իրավիճակ, որ Ադրբեջանը բոլոր գերիներին եւ պատանդներին ազատ արձակեր, եւ դրա դիմաց մենք ահաբեկիչներին ազատ արձակեինք, դա կլիներ համարժեք։ Սակայն եւ այստեղ նրբությունները պետք է տեսնել, թե ինչ կատարվեց։ Նախ հիշեցնեմ, որ այդ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթով, որտեղ պետք է լիներ գերիների փոխանակում բոլորը բոլորի դիմաց, Հայաստանը ոչ միայն բաց թողեց բոլոր գերիներին, Հայաստանը բաց թողեց ցմահ ազատազրկման դատապարտած անձանց, ովքեր որ ռազմական գործողություններից ոչ մի կապ չունեին։ Նրանք անցել էին շփման գիծը, մի պատանի հովվի սպանել էին եւ դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Իսկ Ադրբեջանը մեր գերիներին եւ պատանդներին բաց չթողեց, հələ նորերին վերցրեց։ Եվ այսօր նորից մենք տեսնում ենք, որ մենք բաց ենք թողնում ահաբեկիչների եւ դրա դիմաց Ադրբեջանը ընդամենը 4 գերի, կարծեմ 2 գերի եւ 2 պատանդ է ազատ արձակում։ Բայց այստեղ նրբությունը ինչու՞մ է կայանում։ Մենք բաց ենք թողել Սիրիայից Արցախ Թուրքիայի կողմից Արցախ բերված ահաբեկիչների։ Սրա դիմաց Ադրբեջանը ազատ արձակեց Լիբանանահայ կարծեմ կամ Սիրիահայ մեր հայրենակցին, սրանով ակնարկելով, որ նաև Հայաստանի կողմից են կռվել ահաբեկիչներ։ Սա էր ակնարկը։ Սակայն այդ անձինք ահաբեկիչներ չէին, նրանք եկել են իրենց հայրենիքը պաշտպանելու։ Ինչպես Արցախյան նախորդ պատերազմի ժամանակ բազմաթիվ անձինք, ինչպես Մոնթե Մելքոնյաններ, Ժիրայր Սեֆիլյաններ, մի շարք այլ անձինք Սփյուռքից եկել եւ պաշտպանում են իրենց հայրենիքը։ Եվ այստեղ ըստ էության Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Ադրբեջանը կարողացավ այս ակնարկը մտցնել, որ դուք եք ահաբեկիչ, հա, օտարերկրյա վարձկան բաց թողնում, մենք էլ։ Սրա հետ մեկտեղ ինչի է շահագրգռված Ադրբեջանը եւ Թուրքիան, որպեսզի այդ ահաբեկիչները չլինեն Հայաստանում, որովհետեւ դա վառ ապացույց էր, որ Արցախյան պատերազմում օգտագործվել են վարձկան ահաբեկիչներ եւ դա այսպես հանցագործության ապացույցն էր, այդ մարդկանց արկայությունը Հայաստանում հանցագործության ապացույցն էր եւ այս հանցագործության ապացույցից էլ Հայաստանը հրաժարվեց։ Հիմա պարոն Սաֆարյան, օբյեկտիվ իրականության մեջ անհամարժեք փոխանակման, եթե դուք դա ամեն դեպքում համարում եք փոխանակում անհամարժեք փոխանակման բազմաթիվ դեպքեր կան։ Հիմա ինչ մեզ համար այդ երկու ահաբեկչի մասնախոսքը պատմության ընթացքում տարբեր երկրների գերիների փոխանակման անհամարժեք օրինակներ կան եւ հիմա այդ երկու վարձկաների շարունակաբար բանտում պահելը մեզ ինչ օգուտ էր տալու, եթե ես արդեն ասեցի ինչի մասնախոսքը։ Իսկ այդ ակնարկը այսօր ում է հետաքրքիր։
Լավ, այսպես ձևակերպեմ Սա շատ կարևոր է։ Իսկ արդյոք մենք պիտի դրան նայենք այսօրվա կտրվածքով, թե նաև պիտի նայենք վաղվա կտրվածքով։ Ում է հետաքրքիր, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր դեմ ահաբեկիչներ են օգտագործել, ոչ մեկին հետաքրքիր չէ, որովհետեւ Հայաստանի իշխանությունները դրա մասին չեն բարձրացել։ Հայաստանի բնակչության հասարակության բացարձակ մեծամասնությունը անգամ չգիտեր, որ Հայաստանում ցմահ ազատազրկված ահաբեկիչներ կան, որովհետև Հայաստանի իշխանությունները այս խաղաթարթը չեն օգտագործում։ Եվ եթե մենք նայում ենք այսօրվա կտրվածքով, այո, այսօրվա իշխանությունները ամեն կերպ Թուրքիայի եւ Ադրբեջանի կատարած հանցագործությունները կոծկում են։ Չէ, իմ հարցային մասին էր, որ Ադրբեջանի ակնարկը այսօր ում է հետաքրքիր, եթե այդ ակնարկը իսկապես արվել է։ Այդ ակնարկը արվել է միանշանակ, դա փաստ է, բայց ում է այսօր հետաքրքիր։ Հնարավոր է այսօր ոչ մեկին հետաքրքիր չի, որովհետև Հայաստանը այդ հարցը չի բարձրացնում, բայց այդ հարցը Հայաստանը կարող է վաղը բարձրացնել, որ խնդրեմ, նախ առաջին Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն, հիշեցնեմ, որ սրա մասին անգամ բարձրաձայնել էին ցեղասպանագետների միջազգային ֆորում, կարծեմ այդպես է կոչվում, նրանք հստակ ձևակերպել էին, որ Արցախում տեղի ունեցողը հանդիսացել է ցեղասպանություն։ Եվ այդ ցեղասպանության գործընթացում ուղիղ մասնակցություն է ունեցել Թուրքիան, եւ Թուրքիան հազարավոր վարձկան ահաբեկիչների է տեղափոխել Արցախի տարածք եւ որոնք մասնակցել են այդ ցեղասպանությանը եւ այս ամենից Հայաստանը ըստ էության հրաժարվում է։ Չպետք է հրաժարվեր, այսինքն եթե պատկերացնենք, որ դուք եք իշխանության։ Իհարկե, ոչ միայն սրանից չի կարելի հրաժարվել, այլ այս խաղաթուղթը պետք է օգտագործել որպես ճնշման գործիք Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, որպիսի միանգամից բոլոր գերիները եւ պատանդարված անձինք ազատ արձակվեն։ Եվ ասել, եթե դուք ուզում եք այս հարցը փակել, որ դուք Արցախ եք ներկրել ահաբեկիչների եւ նրանց միջոցով ցեղասպանություն եք իրականացրել, ապա բոլորին բաց թողեք, մենք այս երկուսին կթողենք։ Բայց մենք դա չենք անում։ Մենք ոչ միայն դա չենք անում, որովհետեւ պարտված կողմ ենք։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Նայեք, այդ թույլի քաղաքականությունը, որը տանում են այս իշխանությունները, տեսեք օրինակ ինչ արեց Ուկրաինան, որը ակնհայտորեն թույլ կողմն է ռուս-ուկրաինական պատերազմում եւ զգալիորեն կախված է Ամերիկայի աջակցությունից։ Սակայն Թրամփը խիստ անգամ ճնշումներ գործադրեց Զելենսկու նկատմամբ, փորձեց նրան նսեմացնել անգամ եւ այլն, սակայն Ուկրաինան չնահանջեց եւ ասաց, որ մենք տարածքային զիջումների չենք գնալու։ Եվ անգամ նման գործողություններից հետո ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը շատ ուղիղ տեքստով ասաց, որ մոռացեք որևիցե տարածքային զիջում։ Թույլ կողմը, պարտվող կողմը, որը այսպես իր վերջին ճիքերով իր երկիրը պաշտպանում է եւ մեծ կախվածություն ունի Ամերիկայից, միևնույնն է չնահանջեց։ Իսկ մենք անընդհատ նահանջում ենք այն պարագայում, որ հայ-ադրբեջանական այսպես ուժային բալանսը եւ ռուս-ուկրաինական ուժային բալանսը անգամ համեմատական չի միմյանց։ Բայց մենք անընդհատ զիջում ենք եւ մենք պիտի հասկանանք, որ անընդհատ զիջելով նրա ախորժակը չի փակվելու։ Եվ մենք պիտի հիշենք Չարի վերջը ստեղծագործությունը Թումանյանը հենց այնպես չգրեց։ Դա հայոց պատմությունն էր եւ պատգամ էր հայ ժողովրդին, որ քանի դեռ դու ձագիդ տալիս ես, այսինքն զիջում ես, այդ աղվեսի ախորժակը չի փակվելու։ Աղվեսը ուզելու է ավելին։ Այս պարագայում սա հասկանալով մենք անընդհատ զիջում ենք, իմանալով, որ դրանից ախորժակը բացվում է։ Իսկ եթե տեղի ունենա ճանապարհների ապաշրջափակում, եթե թրիփը աշխատի, դուք էլի հավանական եք համարում ադրբեջանական ռազմական գործողությունների իրականացումը հարձակումը մեր սահմանների վրա։ Միանշանակ, այստեղ մենք զուգահեռներ ունենք 100 տարի առաջ տեղի ունեցած գործընթացների հետ։ Հիշեցնեմ, երբ որ ուրեմն տապալվեց Համիդի իշխանությունը, իսկ Համիդը կոտորում էր հայերի, ճնշում էր, ռեպրեսիաներ եւ այլն, բազմաթիվ հայեր սկսեցին խոսել, որ վերջ ավարտվեց, ամեն ինչ վերջացավ, երիտ թուրքերը սրանք ուրիշ թուրքեր են, նրանք եվրոպական, պարլամենտական արժեքներ ունեն, հիշեցնեմ, երիտ թուրքերը հայերին տվեցին պարլամենտական 12 աթոռ,
Որովհետեւ մենք պատկերացնենք այս թռիչքը գավուրից ուրեմն падգամավոր թե այ ժողովրդը ինչ թռիչք ունեցավ։ Հիմա շատ է խոսվում Ադրբեջանից ներկրված բենզինի մասին։ Պատկերացրեք, որ Ադրբեջանը Հայաստանին անվճար նվիրեր 12 միլիոն վագոն բենզին։ Այդ թռիչքը այդպիսին էր։ Գավուրից падգամավոր։ Անցավ կարճ ժամանակ եւ երիտ թուրքերը շատ ավելի լայնամասշտաբ կոտորեցին հայերին։ Եվ այստեղ մի զուգահեռ կա, երբ որ Անդրանիկին առաջարկեցին դառնալ падգամավոր, Անդրանիկն ասաց, սրանք նույն թուրքերն են եւ ես չեմ դառնա падգամավոր, թուրքական։ Եվ այս դիրքորոշման հետևանքով կենթանի մնաց։ Զոհրաբը ի տարբերություն Անդրանիկի դարձավ երիտթուրքական падգամավոր եւ նույն երիտթուրքերը սպանեցին Զոհրաբին։ Եվ հիմա մենք ազգովի նույն երկընտրանքի առաջ ենք։ Կամ գտնվում ենք Անդրանիկի նման ողջամիտ եւ չենք հավատում դատարկախոսություններին ու ապրում ենք, կամ գտնվում ենք Զոհրաբի նման միամիտ, հավատում ենք դատարկախոսություններին եւ մեռնում ենք։ Թուրքիան եւ Ադրբեջանը որևիցե պատմական քաղաքական հնարավորություն բաց չեն թողնելու թուրքական աշխարհ ստեղծելու համար, իսկ Հայաստանը որպես պետություն այդ աշխարհի ճանապարհը փակում է։ Եվ այստեղ էական չէ, թե միջազգային իրավիճակն ինչպիսին է, ԱՄՆ-ն ինչ դերակատարում ունի աշխարհում։ Միանշանակ էական է, հենց սա է խնդիրը, որ պահին որ հարմար եղավ, որ պահին համաշխարհային ուրեմն գործընթացները թույլ տվեցին, օրինակ նայեք, մենք նկատի ունեմ փոփոխություն չկա աշխարհակաղակական իրավիճակի առումով։ Այս փոփոխությունները միակողմանի չեն, այդ փոփոխությունները լինում են պատմության ընթացքում անընդհատ։ Այսինքն այսօր մի փոփոխություն է, վաղը մի այլ։ Եվ ես հենց այդ օրինակն եմ բերում, կար օրինակ ուրեմն ԱՄՆ-ում Բայդենյան ուրեմն իշխանություն, որը ուներ որոշակի մոտեցումներ։ Եկավ Թրամփյան իշխանությունը եւ Թրամփը ակնհայտորեն որպես բիզնեսմեն ըստ էության դառել է բիզնեսմեն նախագահ։ Եվ ասում է եկեք առևտուր անենք։ Եվ ով ասեց, որ վաղը Թուրքիան այնպիսի առաջարկ չի անի, որ Թրամփը հրաժարվի Հայաստանին պաշտպանելուց։ Օրինակ Իրանի հետ կապված հարցերում։ Եվ ընդհակառակը, ասի բեր ես գրավեմ Հայաստանը եւ Իրանից դեպի Սևծով գնացող ճանապարհը փակեմ։ Եվ ով ասեց, որ Թրամփը սրան չի համաձայնվի։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական պաշտպանությունը ինքը հավերժական չէ։ Այսօր կա, վաղը այդ առևտուրը կարող է փոխվել։ Եվ քանի դեռ մենք ունենք հնարավորություն, իդեպ մենք անընդհատ առաջարկում ենք ժամանակին Բայդենյան ադմինիստրացիայի հետ աշխատել, կնքել պայմանագրեր, փաստաթղթեր, եւ ամենակարևորը ունենալ ռազմատեխնիկական աջակցություն։ Եվ քանի դեռ դու ունես այդ հարաբերությունները եւ օրինակ կարող ես զենք ներկրել, հետագայում եթե այդ հարաբերությունները փոխվեն, այդ զենքը մնում է քո մոտ։ Դու կարող ես իրեն կիրառել։ Այսինքն, եթե դու անընդհատ հույսը դնում ես օտարերկրյա քաղաքական պաշտպանության վրա, այդ քաղաքական պաշտպանությունը ինչ որ մի օր վերանալու է։ Եվ այդ դեպքում դու ինչ ես անելու։ Նորից դառնալու ես զոհ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադահյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։
Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Սաֆարյան, քանի որ Իրանին անդրադարձաք, հիմա ըստ էության ձեր վերլուծությունը ինչպիսին է, Իրանում ինչ է կատարվում, իրադարձությունների զարգացման ինչպիսի սցենարներ են հնարավոր, որոնցից պետք է մենք մտահոգվենք, զգուշանանք։ Իրանի դեսպանի հայտարարություններն են ըստ էության խնդրահարույց, դրանք ինչի մասին են, ինչ է ուզում ասել Իրանը Հայաստանին։ Իրանը որոշակի դժգոհություն ունի եւ թրիփի վերաբերյալ Եվ որոշակի դժգոհություն նաև դեսպանը հայտնեց Հայաստանում ուրեմն որոշակի ցույցեր թույլ տալու վերաբերյալ պետք է հստակ ձևակերպել Իրանի համար նրա դեսպանի համար որ Հայաստանում ով ուզի պիտի կարողանա ցույցեր անել եթե դա չի հակասում Հայաստանի օրենսդրությանը իսկ ինչ վերաբերվում է թրիփին ապա այստեղ խնդիր կա եթե Իրանը համոզված լինի որ Հայաստանը ունի այնպիսի ինքնիշխանություն որ իր տարածքը չի թույլ տա որ այլ օտար պետությունները կիրառեն Իրանի դեմ, ապա Իրանը որևիցե խնդիր չի ունենա։ Եվ Հայաստանը այդ ինքնիշխանությունը ունենալու համար կարող է նաև Իրանից աջակցություն ստանալ։ Օրինակ դիմելով Իրանին, ասել, որ գիտես ինչ օրինակ Արևմուտքը այսօր ինձ աջակցում է, Ֆրանսիան զենք է տալիս, ԱՄՆ-ն փող է տալիս եւ այլն։ Եվ եթե դու ինձ չաջակցես, վաղ թե ուշ ես նրանց ոչ ասել չեմ կարող։ Եվ նրանք իմ տարածքը օգտագործելու են քո դեմ։ Այ որպեսզի ես նրանց կարողանամ ասել ոչ, ուրեմն դու էլ պիտի ինձ աջակցես։ Հիմա այդ աջակցությունը դուք ինչպես եք պատկերացնում։ Դա կարող է լինել եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ ռազմական, եւ քաղաքական։ Դա միջպետական հարաբերություններն են։ Ռազմական աջակցությունը ո՞րն է։ Զենք զինամթերքի մատակարարում Հայաստանին, օրինակ։ Իրանը ունի հզոր ռազմարտունաբերություն, կարող է արտադրել բազմաթիվ զինատեսակներ։ Իրանը խոշոր պետություն եւ նաեւ ունի զգալի քանակությամբ գումարներ, հիշեցնեմ, որ Իրանը Սիրիայում ահռելի գումարներ էր ծախսում սիրիական պատերազմի ժամանակ։ Իհարկե չէր ծախսում դա Սիրիայի համար, ծախսում էր իր շահերի համար։ Երբ որ դու իրեն դիմում ես այդ հարցով, որ գիտես ինչ սա քո շահից է բխում Հայաստանի ինքնիշխանությունը, նա նաեւ այստեղ կծախսի այդ գումարները կամ ռազմատեխնիկական աջակցություն կցուցաբերի։ Սակայն մենք դա չենք անում։ Ինչու՞, որովհետև մենք մեր իշխանությունները ամեն կետում փորձում են աշխարհին համոզել, որ մենք ինքնիշխան չենք, որովհետև թույլ պետությունը ինքնիշխան լինել չի կարող։ Պարոն Սաֆարյան, թրիփի հետ կապված վերջին բանակցություններով Արարատ Միրզոյան, Մարկո Ռուբիո, փաստաթղթում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննելի։ Սա չի նշանակում ինքնիշխանության հաստատում։ Սա չի նշանակում, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվելու Իրանի դեմ։ Ոչ, միանշանակ չի, այդ հարցով միանշանակ չի նշանակում։ Նայեք, նորից օրինակը մենք ունենք, երբ որ ուրեմն Գյումրիում տեղի ունեցավ այդ ողբերգական դեպքերը եւ ռուսին ծառայողը սպանեց մի ամբողջ ընտանիք, նա ինչ արեց, նա գնաց դեպի հայ-թուրքական սահման, ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից եւ չհանձնվեց Հայաստանի Հանրապետությանը, այնինչ նրանք պարտավոր էին սահմանահատ
հանցագործին, որևիցե հանցագործին հանձնել Հայաստանի Հանրապետությանը ըստ պայմանագրերի, բայց նրանք չհանձնեցին։ Այսինքն միշտ չի, որ իրականությունները, որը որ կան թղթի վրա, առկա են նաև իրականում։ Երբ որ դու որպես պետություն այսօրվա իշխանությունները ամեն կերպ տեղին անտեղին հայտարարում են, որ մենք կարողանում ենք մեր ինքնիշխանությունը պահել եւ Ադրբեջանը չի կարողանում գալ մեզ գրավել, որովհետեւ կա թրիփը։ Այսպիսի պայմաններում վաղը եթե նման միջադեպ կամ որևիցե այլ տեսակի միջադեպ լինի եւ ամերիկացի ներկայացուցիչները այդ տարածքում օրինակ այդ անձին չհանձնեն Հայաստանին ինչ նոտա է ուղարկելու ԱՄՆ-ին, թե վարչապետը զանգելու է Թրամփին, որովհետեւ արդեն բանի հերոսի համարը ունի։ Հասկանում եք, այստեղ շատ կարևոր է Հայաստանի ինքնիշխան դիրքը, այս իշխանությունները ինքնիշխան դիրք ցույց չեն տալիս։ Այս իշխանությունները այսպես ձեռքերը դողալով են խոսում, երբ որ խոսում են Ադրբեջանի կամ Թուրքիայի մասին։ Այսինքն նրանք ինչ են ասում, ասում են, որ Ադրբեջանը կարող է գա մեզ գրավել։ Որպիսի դա չլինի, ոչ թե եկեք մեր պաշտպանությունը հզորացնենք, զինենք հանրությանը, պատրաստենք հանրությանը, ոչ թե սա, այլ եկեք գնանք խնդրենք այս կամ այն պետությանը, որ նա գա վերահսկողություն իրականացնի մեր երկրի որոշակի տարածքում, որպիսի Ադրբեջանը մեր վրա չհարձակվի։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Իսկ որ եթե այդ պետությունը վաղը մյուս օրը գնա այս տարածաշրջանից, օրինակ ԱՄՆ-ն ինչ որ ժամանակահատված գտնվում էր Աֆղանստանում, հետո իր աշխարհակաղակական դիրքորոշումը փոխվեց եւ նա դուրս եկավ Աֆղանստանից։ Դե թրիփի դեպքում կարծես թե 49 տարի գտնվելու են Հայաստանում։ Նախ ինքնին դա խնդրահարույց է, ես հիշեցնեմ, որ երբ որ նմանատիպ պայմանագիր կնքվում էր ռուսական ռազմաբազայի պարագայում, մենք բոլորս ուրեմն չենք ուզում նման ժամանակահատվածներ, ես չեմ ասում, որ այստեղ նույն համեմատությունն է, այստեղ բացարձակ ուրիշ խնդիր է, բայց ցանկացած դեպքում, եթե կողմերից մեկը չուզենա, որ այդ պայմանագիրը շարունակ կամ պայմանները, գետնի վրա պայմանները շարունակվեն 50 տարի, չի շարունակվի։ Հիմա ասենք ԱՄՆ-ն ինչ որ մի օր չուզենա, որ այդ պայմանները շարունակվեն, չի շարունակի ուղղակի։ Նորից եմ կրկնում, մեր ինքնիշխանությունը պետք է ապահովենք մենք, այո, նաև դիվանագիտական կապերի միջոցով, այո, նաև դաշնակիցների միջոցով, բայց երբ որ մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից, ասում ենք թող թրիփը պաշտպանի մեր ինքնիշխանությունը, այն պահին, որ թրիփը չպաշտպանես, մենք այդ ինքնիշխանությունը կկորցնենք, այսինքն կկորցնենք տարածքը ֆիզիկապես։ Կանդրադառնանք իհարկե իշխանություններին, պարոն Սաֆարյան, Սոլովյովի հայտարարությունները ձեր կարծիքով ինչի մասին են, դրանք զգուշացում են, դրանք գործողության կոչ են, ինչ է կարծում։ Չէ, գործողության կոչ համարելու համար մենք պիտի համարենք, որ Սոլովյովը անկախ առանձին ինչ-որ մի անձ է եւ կոչ է անում Կրեմլին կատարել գործողություն, դա այդպես չէ։ Սոլովյովը Կրեմլի խոսնակն է։ Եվ սա հերթական կրեմլյան հոխորտանքն է, որին գիտեք ինչ հայ հասարակության մեջ այսպես շատ բուրըն են արձագանքում, այդ թվում նաև արձագանք եղավ պետական այս կամ այն պաշտոնյայի կողմից, բայց Սոլովյովը, եթե չեմ սխալվում, պետական պարգևի կրող է, բայց նրան չզրկեցին այդ պարգևից։ Կարծեմ նա նաև Հայաստանում persona non grata չի հայտարարված, եթե չեմ սխալվում։ Այսինքն այստեղ Սոլովյովի խնդիրը չի, այստեղ խնդիրը հայ-ռուսական հարաբերություններին են։ Եվ եթե մենք արձանագրում ենք, որ Ռուսաստանը հերթական անգամ, Կրեմլը նման ձևով մեզ որոշ բաներ է ուզում հասկացնել, սակայն մենք մնում ենք հապկում, սակայն մենք մնում ենք ԱՊՀ-ում, մենք մտնում ենք ԵԱՏՄ-ում, որտեղ մենք ունենք հստակ պարտավորվածություններ, որի տակ ստորագրել ենք։ Հասկանում եք, եւ հստակ մեխանիզմներ են գործում։ Ֆինանսական բնույթի, ռազմական բնույթի եւ այլն։ Եվ այսքանից հետո հասկանալով այս իրավիճակը մենք դե յուրե եւ դե ֆակտո մտնում ենք ըստ էության ռուսական զոնայում, դրանից հետո ինչ որ պետական պաշտոնյաներ կվիրավորեն Սոլովյովին, չեն վիրավորի, դրանից իրականությունը չի փոխվում։ Մենք վերջի վերջո այդ դուքյանական պետական կառավարումից պիտի հրաժարվենք։ Հասկանում եք, պետական կառավարումը ունի իր օրինաչափությունները։ Եթե դու ինչ-որ միտեղ Facebook-յան ինչ-որ պաշտոնյա Facebook-յան ինչ-որ վիրավորանք գրեց Սոլովյովին, դրանից պետական հարաբերություններում ոչինչ չի փոխվում։
Իսկ հատուկ գործողություն անցկացնելու հնարավորությունը ինչպես է գնահատում Ռուսաստանը ունի այդ ռեսուրսը, որպեսզի իր ազդեցության գոտում գտնվող երկրներում ինչպես Ուկրաինայում իրականացնի հատուկ գործողություն չակերտավոր իրենց ռազմական Դե իրենք հնարավորությունների մասին Ուկրաինայում գործողությունները անվանում են հատուկ գործողություն, բայց ըստ էության պատերազմ են վարում։ Հիմա չգիտեմ Հայաստանի նկատմամբ ունի հնարավորություն, խոսքը գնում է ռազմական հնարավորություն, թե քաղաքական։ Իրենք հատուկ գործողություն ինչպես են պատկերացնում։ Հատուկ գործողությունը ունի ռազմական կոմպոնենտ եւ քաղաքական։ Դե հիմա ես չեմ կարող կռահել, թե Սոլովյովը կոնկրետ որ մասով նկատի ունի հատուկ գործողություն ասելով։ Հատուկ գործողություն ընդհանուր առմամբ ռազմական կոմպոնենտով ցավոք սրտի ունի, որովհետեւ մենք պատրաստ չենք մեր երկիրը պաշտպանելու, որովհետեւ մեր իշխանությունները չեն պատրաստվում որովհետեւ դիմակայության։ Ադրբեջանի միջոցով Կարող են եւ ուղիղ անել, եթե տեսականորեն։ ուղիղ ինչպես։ Ինչպես Ուկրաինայում ռազմական ներխուժում իրականացնեն Հայաստան։ Տեսականորեն դա կարող են անել։ Քաղաքական իրավիճակը աշխարհում եւ Ռուսաստանի շուրջ դա այնքան էլ թույլ չի տալիս իրեն, որովհետեւ ինքը բավականին խոցված է արդեն Ուկրաինայի հարցով եւ դեռ սրա տակից չի կարողանում դուրս գալ։ Հիմա խնդիրը նրանում չի, որ Սոլովյովը ինչ որ նման անհեթեթություն է դուրս տվել։ Հասկանում եք, խնդիրը նրանում է, որ մենք չենք պատրաստվում որևիցե դեպքում դիմակայելու, տվյալ դեպքում Ռուսաստանի, օրինակ ենթադրյալ հարձակմանը Թուրքիայի կամ Ադրբեջանի, մենք անընդհատ զբաղվում ենք դեմագոգիայով, մենք ի նկատի ունեմ մեր իշխանությունները, զբաղվում են դեմագոգիայով, կատարում են ահռելի ծախսեր, խնդրեմ վերջին օրերին տարածվում է, թե նրանք քանի միլիոն դրամների պարգևավճարներ են բաժանում իրենց Մեծ ծախսեր են իրականացնում ինչ-որ ֆեստիվալներ եւ մարդկանց համար գեղեցիկ քող, գեղեցիկ կյանքի քող ստեղծելու համար։ Եվ այս ամենի փոխարեն անհրաժեշտություն կար պատրաստվել դիմակայության, անհրաժեշտություն կար տնտեսության զարգացման, գիտության եւ կրթության զարգացման։ Մենք պիտի հասկանանք, որ մեր օրերում այն պետությունները, որոնք չունեն գիտական հենք, այդ պետությունները դառնում են 4-րդ աշխարհի պետություն։ Եվ փոխանակ մենք այս գումարները ուղենք այս ամենին արդեն իսկ ուրեմն տարածվում են խոսակցություններ, որ գիտությանը ուրեմն տրամադրվող բյուջեն կրճատվում է։ Այսպիսի իրավիճակում այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները մոտեցում ունեն, դե Հայաստանը ինչքան կա, մենք այդքան ժամանակ պարգևավճար ստանանք, երբ որ Հայաստանը այլևս գոյություն չի ունենա, դե ոչինչ։ Մենք էլ կփախնենք, գնանք միտեղ կապրենք։ Իսկ քաղաքական դաշտում սրանով ամփոփ ենք, պարոն Սաֆարյան, կան ուժեր, որոնց իշխանության գալու դեպքում էականորեն տարբերվելու է քաղաքականությունը Հայաստանի շահերի տեսանկյունից։ Այսինքն այդ մարդիկ չեն լինելու նման Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, իսկապես պատրաստվելու են դիմակայության, պետության հզորացման, տնտեսության հզորացման։ Կան քաղաքական ըստ էության ես չգիտեմ ովքեր են հայտ ներկայացրել։ Ունենք մեր ձևով, ունենք նախկին։ Հա, չէ, այդտեղ քննարկում չկա, այդտեղ քաղաքական դաշտ չկա։ Ունենք այլընտրանքային ուժ, իրենց հայտարարած ուժեր։ Նայեք, ունենք որոշակի հայտարարություններ, որոշ անձանց կամ փոքր խմբերի, ովքեր որ հայտարարել են, որ իրենք պատրաստ են ուրեմն մասնակցել ընտրություններին, վերցնել պետության ղեկը եւ այլն, բայց միանշանակ այդ մարդիկ պատրաստ չեն։ Եվ այդ մարդիկ նաև չեն ներկայացնում ոչ այն թիմը, որը դա անելու է, ոչ այն ծրագրերը կամ գաղափարախոսական հենքը։ Որոշների մեջ շատ ազնիվ մարդիկ կան, շատ ունակ մարդիկ կան, որոշները ծպտյալ ուրեմն այս կամ այն ուժի ներկայացուցիչ են, բայց չեն ուզում դրա մասին ասել։ Ըստ էության պետք է հասկանալ, որ Հայաստանում քաղաքական դաշտ այդպես էլ չձևավորվեց։ Եվ քանի դեռ մենք ունենք ուզուրպացված մեդիա դաշտ, քաղաքական դաշտ չի ձևավորվելու, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես չեմ տեսնում բացի ազգային ժողովրդավարական բևեռից երկրորդ որևիցե ուժ, որը ուզում է Հայաստանում իրականացնել հեղափոխություն, որը ի դեպ հանրային պահանջ է։ 2018 թվականին այս խումբը, նիկոլական խումբը հեղափոխություն բառը կիրառեց, որովհետև նա հասկանում էր, որ դա հանրային պահանջ է, բայց բովանդակության մեջ ոչ միայն հեղափոխություն չիրականացրեց, այլ հակահեղափոխություն իրականացրեց, որի ընթացքում ոչ միայն 30 տարի հայ ժողովրդին կեղեքած մարդիկ չհայտնվեցին բանտերում, այլ հայտնվեցին ազգային ժողովում։
Եվ այսօր ազգային ժողովի ամբիոնից նրանք հայտարարում են, որ դուք թալանչիներ եք, դուք բանակն եք թալանել, դուք մեղավոր եք, որ Արցախը մենք կորցրեցինք եւ այլն, բայց այդ նույն մարդիկ հրաժարվում են լյուստրացիա իրականացնելու, որpիսի այդ թալանչիները, այո, հանցագործները ոչ թե հայտնվեն ազգային ժողովում, այլ հայտնվեն բանտում։ Ինչի, որովհետեւ այդ մարդիկ իրենց պետք են ազգային ժողովում, որովհետեւ ազգային ժողովում իրենք կարող են այդ մարդկանց ասել դուք թալանչի եք եւ ճիշտ են ասում։ Այսինքն ըստ էության պաշտպանում են նախկին իշխանությանը սևերին, պաշտպանում են, որպեսզի իրենք սև ֆոնի վրա սպիտակեն։ Դե Փաշինյանն ասաց, որ Հայաստանում քաղաքացիները կարող են իրականացնել հեղափոխություն եւ չկա մի ուժ, որը դա կկարողանա կասեցնել, եթե ցանկություն լինի։ Նախ ինքը ամեն կերպ դա կասեցնում է, հիշենք մարդկանց նկատմամբ նռնակներ շպրտեցին, ահռելի զորքեր են պահում, ոստիկանական, որոնց անունը փոխեցին, գրեցին ոստիկանական գվարդիա։ Այսինքն ոստիկանական զորքը այլևս զորք չի, այլ անունը գվարդիա է, որոնք ըստ էության պարապության են մատնված, որոնք հազարավոր մարդիկ են, ոստիկանության աշխատակիցներ են, որոնք ոչինչ չեն անում, որևիցե գործառույթ չունեն։ Իրենք նստած սպասում են, երբ որ իրենց հրաման կտան ցույց ծրել։ Կամ գնում են, ուրեմն ժամանակին պազիկներով էին կանգնում կառավարության շենքի հետևում, հիմա գազելներով են կանգնում։ Պազիկների վրա գրված էր ոստիկանական զորքեր, գազելի վրա գրված է ոստիկանական գվարդիա, բայց նույն մարդիկ են։ Եվ ունեն մեկ գործառույթ՝ պաշտպանել իշխանությանը ամեն կերպ։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ խոչընդոտ չի լինի, բայց ոստիկանության զորքերը ինչ էին մարդկանց վրա նռնակներ շպրտում, բայց դա խոչընդոտ չի։ Ինչ էր դա նշանակում, ով մեր դեմ դուրս գա, մենք նրա վրա նռնակ կշպրտենք։ Չէ՞ որ այդ մի փոքր խումբ մարդու վրա որևիցե խնդիր չկար, եթե պետք լիներ ցրել, հանգիստ կցրեին, բայց գործողության նպատակը վախ տարածելն էր, սպառնալիք տարածելն էր, որ եթե ժողովուրդը դուրս գա մեր դեմ, խնդրեմ մենք այսպիսի միջոցներ ունենք եւ կկիրառենք այդ միջոցները։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ, մեր եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։